Կասեք երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված կողմ եք քվեարկելու։ Ճիշտն ասած, պետքա դա դեռ քննարկենք նաև ֆրակցիայով, ինչ է, թող դատախազը գա, ներկայացնի միջնորդությունը, հարցեր կհնչեցնենք, կհասկանանք որը որ, հետո ֆրակցիայի որոշում կընդունենք եւ Ուսումնասիրել եք։ Իհարկե, բնականաբար։ Ինչ կարծիք ունեք Աղազարյանի գործի հետ կապված, օրինակ, ձեր նախկին գործընկերն է, ՔՊԱ-ական։ Ես էլի եմ ասում, թող միջնորդությունը ներկայացնի, հարցեր կհնչեն, կքննարկվի, մենք մասնակցելու ենք քննարկումներին, կորոշենք այդ ժամանակ։ Արժանահավատ չէր այն կարծիքը, որ գրված էր, հա, փաստաթուղթը դատախազը ներկայացրել է արդեն ազգային ժողովում, որ $8,000 կաշառք է վերցրել Աղազարյանը, $23,000 ինչ որ գործարքների մեջ է եղել։ Դե եկեք մենք բան չանենք, փաստաբանի կամ դատավորի պարտականություններ չվերցնեմ որևէ կարծիք հայտնելու համար։ Ես ինքս էլ ունեմ հարցեր, կհնչեցնեմ իմ հարցերս, կհասկանանք ու հետագայում էլ արդեն իմ կարծիքը քվեարկությունով կհայտնեմ։ Իսկ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ կապված ուսումնասիրել եք իր փաստաթղթերը։ Այո, իհարկե երկուսին էլ ուսումնասիրել եմ բնականաբար, նույնը կասեմ նաև այդ դեպքում։ Հստակ որոշում չունի, այսինքն խմբակցությունը ինչպես պետք է քվեարկի։ Ոչ, իհարկե, մենք խմբակցությունում միասին որոշում կկայացնենք։ Դատությունը լսելուց հետո։ Ես ունեք որոշում ոնց է քննարկում կլինի, մենք ըստ այդմ արդեն կերևա մի քիչ պիտի սպասենք ուղղակի։ Քանի դեռ չենք լսել գլխավոր դատախազին, հարց ու պատասխան չենք տվել եւ չենք լսել երկու պատգամավորներին, շատ դժվար է կարծիք հայտնել եւ այսօր նիստենց դրա համար է նախատեսված, որպեսզի լսենք, հասկանանք եւ դրանից հետո որոշում կայացնենք։ Ըստ դրա որոշում կայացնենք, նիստից հետո կարող ենք արդեն մեր մեկնաբանությունները թողնել։ Որոշում չունեք այս պահի դրությամբ։ Ոչ, չունենք, չէ, մինչեւ չլսենք, մինչեւ չհասկանանք։ Դե դատախազը նախնական ներկայացրել է, որ կաշառք։ Նախնական այո, բայց պետք է լսել նաեւ պատգամավորներին, նրանց արձագանքները եւ մեծ հաշվով մենք իրավաբանել չենք, որ այդ բանը մենք ընդհանրապես պետք է թույլ տանք, որ գործի վարույթը իրավական իր ընթացքով շարունակվի։ Քանի որ Հովիկ Աղազարյանը ձեր նախկին գործընկերն է խմբակցությունից, ինչ եք կարծում, ինքը կաշառքը վերցներ։ Գործընկեր որպես պատգամավոր։ Խմբակցության նկատի ունեմ, ինքը կաշառքը վերցներ, նշված է դատախազի գրության մեջ, որ $8,000 մասն է խոսքը եղել, 23,000, $200,000 է ուզել եւ այլն։ Այսինքն պատրաստ էր Աղազարյանը գնալու ինչ որ գործարքներ։ Գիտեք, քանի դեռ նախաքննության փուլում է, ես չեմ որոշողը վերցել, թե չի վերցել, հարցը հասցեատերնել պարոն Աղազարյանն է, պարոն Աղազարյանին կարող եք հարցնել, ես չգիտեմ ով է կաշառք վերցնում, ով չի վերցնում, դժվար է պատասխանել։ Իրան ճանաչելով չեք կարող դիրքորոշում արտահայտել, կգնար նման քայլի Աղազարյանը։ Ինչ իմանամ կգնար թե չէ, այդ հարցի պատասխանը դժվար թե ես կարողանամ տալ։ Վերջում կպարզվի, էլի, այս ամեն ինչի ավարտից հետո կպարզվի, գնաց այդ քայլին թե ոչ։